Ողջույն սիրելի բարեկամներ, մեր այսօրվա հաղորդումը նվիրված է դեռևս Սիրիայում բնակվող քրիստոնյա ժողովուրդների մասին պատմող Our Last Stand թարգմանաբար մեր վերջին ամրոցը վավերագրական կինոնկարին։ Սիրիա կատարած այցի նկարահանումների եւ կինոնկարի նպատակի մասին մեզ կպատմեն ֆիլմի հեղինակները։ Կարող եք ասել, թե որն է այս ֆիլմի նպատակն ու առաքելությունը։ The world with the movie. Thank you, Stella. Our Last Stand. Մեր ֆիլմը հետևում է ասորի ամերիկացի հերոսուհու ճամփորդությանը Սիրիա եւ Իրաք։ Ճամփորդության ընթացքում նա փորձում է բացահայտել այնտեղ բնակվող քրիստոնյաների եւ փոքրամասնությունների ներկայիս դրությունը։ And other ethnic and religious minorities. Found in the Old Testament. The monastery of Rabban Hermes is a popular Christian pilgrimage site. Western Nashwe, it is controlled by ISIS. From here to the other side. Նինար, կարող եք ասել, թե որն է In Defense of Christians կազմակերպության դերը այս ֆիլմի նկարահանման մեջ, ինչու որոշեցիք աջակցել այս նախաձեռնությանը։ Hello Stella, thank you for having us on your show. So when he decided to go to Syria and Iraq, Երբ Ջորդանը որոշեց մեկնել Սիրիա եւ այստեղ ապրող քրիստոնյաների հետապնդման մասին ֆիլմ նկարահանել, ասորի ամերիկացու աչքերով, մենք չէինք կարող ավելի լավ նախագիծ գտնել տարածաշրջանի վերաբերյալ իրազեկումը մեծացնելու համար, որովհետեւ In Defense of Christians շահույթ չհետապնդող կազմակերպության առաքելությունն է պաշտպանել եւ պահպանել քրիստոնեությունը մերձավոր արևելքում։ And the goal is to help raise awareness, especially with people. Ֆիլմի բուն նպատակը այս տարածաշրջանի մասին արևմտյան երկրների եւ Միացյալ Նահանգների բնակչությանը իրազեկելն է։ Կարծում եմ Հելման կատարյալ համապատասխանում էր այդ առաքելությանը։ Նրան ընտրեցի, որովհետեւ նա ԱՄՆ-ում է ծնվել, իսկ նրա հայրը Սիրիայից այստեղ է տեղափոխվել փոքր հասակում։ Կարծում եմ, որ նա երկու աշխարհների միջև կատարյալ կամուրջ է հանդիսանում։ Լինելով ամերիկացի, նա սերտորեն կապված է իր նախնիների հետ, որոնցից շատերը դեռևս Սիրիայում են բնակվում։ Many of whom still live in Syria. we realized that also through the screenings we're holding. Մենք նկատեցինք, որ ֆիլմի ցուցադրություններից հետո մարդիկ շատ հաճախ մոտենում եւ հարցնում էին, թե իրենք ինչպես կարող են օգնել։ Ֆիլմը նաեւ անուղղակիորեն հանդիսատեսին ասում է, որ նրանք կարող են ինչ որ մի բան անել իրավիճակը փոխելու համար։ Indirectly that you can do something because When I lived for a short time in Qamishli after college, the city had a large Christian population. And walking down the street, I could even hear our language, Aramaic, being spoken in the shops and restaurants. I had never been to a place like that before, but a lot has changed in 15 years. Because of the risks, I wasn't sure if I was going to make it into Syria, so I didn't tell my Aunt Noura that I would be coming. However, I did know where she would be on Sunday morning. I would just say if people are interested in learning more about the project. Ֆիլմը ցուցադրելու դրա մասին տեղեկանալու կամ պարզապես դրա շուրջ ձեր հարցերը մեզ ուղղելու համար կարող եք այցելել մեր կայքեջ ourlaststandfilm.com. In early 2015, ISIS attacked these villages and kidnapped 250 hostages. The villages have since been liberated, but not before being completely demolished. Landmines and mortars make it unsafe for people to return. Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Ձեզ մաղթում եմ խաղաղ եւ անվտանգ օր։ Ձեզ հետ է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։